մեր սիրելի հայր, քո առջև ենք բերում եւ քո ներկայությանը հասնում մեր անձերը։ Խոսիր մեզ հետ։ Ոչ թե մեր ցանկության համեմատ, այլ մեր կարիքի համեմատ։ Խոսիր մեզ հետ, այնպես ինչպես որ դու գիտես, որտեղ քո կամքը բարի է, հաճելի եւ կատարյալ։ Ամեն։ Սիրելիներս, պետք է ասեմ, որ շատ հաճախ մենք այնքան էլ չենք տենչում այն խոսքը, որ իրականում կենդանի Աստված է խոսում։ Մենք սիրում ենք ոչ թե մեզ մխիթարող, շինող խոսքեր, որոնց մեջ նաև կան հանդիմանություններ, խրատներ, այլ քծնանքի խոսքեր, սուտ սփոփության խոսքեր։ Դուք ասեք, այդպես չի լինում։ Ուշադիր կարդացեք Աստվածաշունչը, ոչինչ չի փոխվել մարդու կյանքում այն ժամանակից, որ գրվել Աստվածաշունչը եւ այսօր։ Եսայիա մարգարեն ցավով ասում է, որ մարդիկ ասում էին. «Հերիքա, ուղիղը ծռի»։ Մեզ փափուկ բաներ մարգարեացի։ 30-րդ գլուխն է, եթե չեմ սխալվում։ Հերիքա ուղիղ բաներ ասես։ Մեզ զարթուղի ճանապարհներով տար մեր սրտի համեմատ, մեր ուզած բաները խոսիր։ Մարդիկ այսօր են սիրում լսել իրենց հաճելի խոսքերը։ Ես սիրում եմ, երբ որ կա Տիրոջ ներկայությունը։ Իսկ որտեղ Տիրոջ ներկայությունն է, այնտեղ նաև ոչ միայն ուրախություն է, ոչ միայն սփոփություն է, ոչ միայն մխիթարություն, այլև երկյուղ։ Երկյուղ կա։ Երկյուղ կա։ Որովհետև եթե Տիրոջ սերը փրկեց մեզ, Տիրոջ երկյուղն է օգնում պահպանել փրկությունն այդ։ Գնաց երկյուղը, կորցնես փրկությունն այդ, որտեղ անտարբեր կլինես, իսկ Սուրբ Գիրքը ասում է անտարբեր մի մնա այն փրկության գործին, որ քո վրա է։ Մենք մարդ ենք, մենք շատ հեշտ ենք ձախողվում, երբ որ Տիրոջ երկյուղը չկա։ Սողոմոն իմաստունը Աստծուց շնորհք էր խնդրում, լսողակաչ կամ իմաստուն սիրտ։ Լավ բաներ խնդրում, բայց Երանի հետն էլ խնդրել Տիրոջ երկյուղը։ Երկյուղը չկար եւ նա ծռվեց ուր ասեց գնաց մինչեւ 1000 կին։ Երբ որ դու մի քանի կնոջ ձեռով անցնես, դու լայն դուռ ես բացելու սատանայի առաջ, ուզում ես թե ոչ։ Ահա թե ինչու քրիստոնեության մեջ ասում է թող մեկ կին ունենա, հատկապես ծառայողը։ Շատ կանայք դուռ են բացում, մրցակցության դուռ են բացում, օրտնության փոխարեն անեծքի եւ այլն։ Չեք հավատում, բայց դա իրականություն։ Դու կարող եք չհավատալ, բայց դա իրականություն։ Մենք այնքան բաներ չենք հավատում, արդեն Աշոտը ասել է։ Մինչև որ մեր մաշկի վրա չենք զգում, մինչև որ չի հասնում արհավիրքը ու ասում ենք Տեր ինչու այսպես։ Տերն ասում է ես չեմ ուղարկել այդ արհավիրքը, այդ չարիքը, դու դուռ ես բացել։ Փակիր դուռն այն, այլ խոսքով ապաշխարիր, ներողություն խնդրիր, հանձնվիր Աստծուն եւ կտեսնես բարիքը։ Ես այսօր պիտի խոսեմ մի բանի մասին, որ վերնագրել եմ այսպես. նվիրումը շնորհք է, թե ընտրություն։ Սուրբ Գրքում Տերը հետաքրքիր բան է ասում, եթե կարդացել ենք Կորինթացիների առաջ Կորինթացիներում, այնտեղ ասում է, որ Աստված ինչ է փնտրում տնտեսների մեջ, տնտեսները շատ են։ Սիրելիներ, մեզանից ամեն մեկը տնտես է, եթե ոչ ուղղակի եկեղեցում, ապա իր տան տնտեսն է, իր ազգության մեջ է տնտես, որպես Աստծո զավակ, որպես քրիստոնյա, որովհետև ձեզանից ամեն մեկը քահանա է իր դիրքում։ Բայց արի ու տես, որ քահանաների մեջ բոլոր չի, որ մաքուր են, ազնիվ են, անկաշառ են, Տիրոջ փառքը փնտրող են, եւ դրա համար Տերը չի ասում, որ փնտրում է քահանաներ կամ տնտեսներ, որոնք շատ ճարպիկ են գործի մեջ, շատ լավ լեզու ունեն, ճարտար են, ասում է փնտրում է հավատարիմներ։ Սիրելիներ, ես լսել եմ աղոթներ, որ Տեր տուր ինձ հավատարմություն։ Սխալ աղոթք է։ Սխալ աղոթք է։ Դա նույնն է, որ տղամարդը աղոթում է, Տեր տուր ինձ տղամարդ լինեմ։ Սխալ աղոթք է, Տերը քեզ տղամարդ է ստեղծել, ուղղակի
ճիշտ տեղում կանգնի ու ասա ամրացրու իմ կամքը, սովորեցրու այն պատասխանատվությունը, որ դու դրել ես քո զավակի վրա կրելու, Աստված պատրաստ է ինձ զորացնելու, բայց Աստված չի տա այն ինչ արդեն տվել է քեզ։ Երբ որ դու դա ուզում ես, դա նշանակում է, որ Տեր, դու ինչ ես ինձ կից ստեղծել։ Ես տղամարդ եմ, չէ՞։ Աստված ասում է կներես, ես քեզ տղամարդ եմ ստեղծել, ինչի մասին ես աղոթում դու։ Մի աղոթեք, Տեր դուր հավատարմություն կամ նվիրում, դրանք նույն բանն են, հավատարմություն, նվիրում, ինչ որտեղ, այո, տարբեր բաներ են, բայց իրանց սահմաններ ենքան մոտ են իրար ու մխրճված մեկը մյուսի մեջ, որ կարելի ասել նույն բանն է, հավատարմությունը և նվիրումը։ Երբ որ դու աղոթում ես Տեր տուր նվիրում, դու չես հասկանում ինչ ես աղոթում։ Երբ որ դու մանուկ ես, Աստված ծիծաղում է դրա վրա, որովհետև մանուկը չի հասկանում ինչ աղոթում։ Բայց երբ որ տարիներ տանցել են տակամին դու աղոթում ես, Տեր դուր ապաշխարություն։ Ես կարող եմ ասել Տեր օգնիր իմ տունը ապաշխարի։ Օգնիր ինձ ապաշխարի, Տեր դուր ապաշխարություն։ Տերը ասում է ես ասել եմ ապաշխարեք։ Ինչը տա։ Ես ասել եմ այսպես արեք, ինչը տա։ Այ ուզեք, որ օգնեմ դրա մեջ, որ զորանանք, բայց դուր։ Գիտեք, որ մենք չհասկանալը վարկապետում ենք մեր Աստծուն, վիրավորում ենք նրան, ասես թե նա պահել է դա։ Կամ Տեր, դուր սեր։ Տերն ասում է սիրել ես այն օր, որ վերստին ծնվեցիր իմ հոգով սերը քո մեջ ա։ Չեք կարդացել Հռոմեացիների 5-րդ գլուխ, առաջի խոսքից սկսած, որ արդ հավատքով արդարացած լինելով Աստծո խաղաղությունն ենք կրում եւ ասում է որոշակի բաներով, ցավերով, խնդիրներով անցնելիս մենք հանգիստ ենք, ինչու, որովհետեւ Աստծո սերը Սուրբ Հոգով մեր մեջ գործում է, բայց մնում է ոչ թե աղոթել Տեր սեր տուր, օգնիր քո սիրով լցվելու, ես քո կարիքը ունեմ, սերը իմ մեջ է, բայց ես նրանով չեմ լցվում, որտեղ ուրիշ տեղերից, ուրիշ ջրեր եմ խմում, ուրիշ բաներ են գալի հոգու մեջ, ես սիրում եմ ինձ սփոփող, այսպես կեղծ, կծնող բաներ լսել, ես սիրում եմ ինքնասիրությունը շոյող բաներ լսել, գնա քեզ լացածնում գտնի, մի գնա նրա մոտ, որ քեզ շողոքորթում է, որովհետև առատ են թշնամու տված վերքերը, իսկ Սուրբ մի քիչ ուշ կողմից ասում առատ են թշնամու համբույրները, բայց բարեկամի տված վերքերը հավատարիմ են։ Ուզում եմ ասել, որ բարեկամը, այսինքն Աստված առաջերտին եւ այն ամենը, ով Աստծով լցված է, քեզ վերք չի տալիս փչացնելու, կորցնելու, կործանելու, քեզ վերք է տալիս մաքրելու համար։ Դրա համար հավատարիմ են, բայց թշնամու համբույրները առատ են, բայց կորստաբեր։ Մենք պետք է հասկանանք Սուրբ Գիրքը, մենք պետք է լցվենք Սուրբ Հոգով։ Ես դու գիտեք, որ այս քանի օրը ննջեց մեր եղբայրը, գնաց հավիտենություն, ես խոսում եմ Գագոյի մասին։ Եվ ես ուրբաթ օրը, որ գնացին եկեք նահու, ես տառավոտ երաս տեսա, ավելի շուտ դա մտքի հարփշտակություն էր, որ Գագոն եկավ եւ ինձ բան էր խոսում։ Եվ ես դա կասեմ վերջում, որպեսզի նրանք ովքեր որ դրսում են, լսում են, երբ որ ես սկզբում ասեմ, նրանք այլևս չեն ուզում խոսքը լսել։ Որովհետև նրանք Գագոյի հարազատներն են, բարեկամներն են, մտերիմներն են, նրանց Աստծո խոսքը այդքան էլ չի հետաքրքրում։ Որտեղից գիտե, լսեք, Աստված իմ մեջ բնակված է։ Ինձ այդպես հարցեր մի տվեք, որտեղից ես գիտեմ։ Ոմանք ասում են, չեմ հավատում, ես գիտեմ, որ չեք հավատում։ Ես դրա համար շատ բան չեմ կարող անեմ դրանց մեջ, եւ չեմ կարող շատ բաներ ասեմ դրանց մեջ։ Ես դա պիտի ասեի ուրբաթ օրը, բայց չկարողացա ասել, տեսնելով տղամարդկանց աչքերի մեծամասնության մեջ անհավատություն եւ դեպի Աստված չարություն։ Բայց Աստված մեզ չի հանդիմանում կորցնելու համար, այլ հանդիմանում է ետ դարձի բերելու, փրկելու, ողորմելու։ Եվ ես այսօր այս ուղղությամբ եմ խոսելու։ Եթե տարիներ առաջ մեկ ինձ ասել, տարիներ առաջ այսինքն 36 տարի, 37 տարի առաջ, որտեղ Տիրոջը չէի դարձել, թեև
առաքելական եկեղեցու հետևորդ էի, ծառայում էի, գնում էի, եպիսկոպոսների հետ նստում էի, ելնում էի, քահանաների հետ մտերիմ էի, ծայրագույն վարդապետների հետ մտերիմ էի, բայց երբ որ տեսա ինչ է կատարվում իրականության մեջ, ես հեռացա, որովհետև Աստծուն չկա այնտեղ։ Չգտա։ Դա մինչև 90 թիվն էր, եթե ես այնտեղ չգտա Աստծուն, կարծում եք, հիմա Աստված այնտեղ է բնակվում։ Եվ հիմա ազգը մեծ մասը բազում է տաճարները, որտեղ Աստված չի բնակվում։ Նրան դուրս են արել։ Ինչպես ես չեմ կարող խոսեմ շատերի մեջ, իմ ազգակիցների, բարեկամների, որովհետև ընդամենը 4%-ն է վերստին ծնված։ Այդպես էլ Աստված իր տանը չի կարողանում խոսել, որովհետև նրանք դուրս են արել Սուրբ Հոգին։ Մի գնացեք փտրեք Աստծուն այնտեղ, որտեղ պղծությունն ու կեղտն է։ Աստված եւ պղծություն իրար հետ չեն լինում։ Աստծո տունը սուրբ է։ Եվ Աստված ուզում է մենք էլ որպեսզի տաճարը սուրբ լինի։ Եվ ես այսօր որոշ բաներ պիտի խոսեմ, որ ցնցել է ինձ, այն ինչը ցնցում է ինձ, կցնցի նաև ձեզ։ Բայց Աստված ցնցում է, որպեսզի այն ամեն ինչը իրենը չի, ինչը ժամանակավոր է, ինչը շարժական է, վայր ընկնի, որպեսզի հաստատունը երևա։ Հաստատունը Քրիստոսն է, քո մեջ եւ իմ մեջ։ Եվ Տեր այնքան է ցնցում, մինչև ամբողջ այդ դրսի կեղծիքը, սուտը ընկնում է, մնում է միայն Քրիստոս քո մեջ, որովհետև միայն դա է ընդունելի Աստծուն։ Որովհետև նվիրվել նշանակում է Աստծով ամեն օր լցվել այն աստիճան, որ այլևս դու ոչինչ չունենաս քո անձնականը, ինչ ունենաս նրանն է, եւ նա է, ինչ ունի քոնն է, եւ դուք մեկ եք դառնում, սրտով, հոգով, էությամբ։ Եվ այն ժամանակ քո կամքը շատ հեշտ է բավարարելը Աստծու համար, որովհետև քո կամքը դառնա իր կամքը, նա հեշտ բավարարում է։ Բայց երբ որ դու միշտ քո կամքն ես առաջ տանում, շրջանով Աստծու կամք, Աստված չի ուզում քո էգոն շարժի։ Աստված եկել է մեր էգոն ոչ թե մերցնի, սպանի, այլ խոնարեցնի, մեր եսը պիտի խոնարհվի իր գահի առաջ։ Իմ հոգին լացալու, ես չէի մտածում, որ ես, որ կյանքում չեմ լացել մինչև 90-ական թվերը, հագար սկսեմ լացել։ Իմ հոգին Աստծուն հանդիպելուց հետո փոխվել է, իրոք փոխվել է։ Ես չգիտեի ուրիշի ցավը ինչ է, բայց դրանից հետո իմ սիրտը հանգստություն չի գտնում։ Աստված ինձ հենց իրեն դառա առաջի օրվանից, ինքը իմ ծնունդից գիտի ես ով եմ, ինձ տվել է հովվական սիրտ։ Ես չգիտեի դրա մասին։ Երբ որ ես նոր եկեղեցի մտա, Աստված ինձ ճանապարհին ասեց, դու պիտի հովիվ լինես։ Ես կարծեմ մի փոքր պատմել եմ սրա մասին։ Ես ասեցի Տեր ջան, ես ինչ ես ասում, կլինի ուրիշ բան լինեմ։ Ասա գնամ բանվորություն անեմ։ Քիմիական սովորած տղան դու ասում ես հով գնես չոբան այսինքն։ Որտեղից գիտեմ այդ իշխանը ախր աներս ոչխարի սուրը ուներ, տալիս են չոբաններ ձեռ, ես ամեն օր հանդիպում եմ չոբաններ։ Դու ուզում ես այս չոբանն լեմ, չի թամ չոբանություն անեմ։ Ախր եկել եմ քեզ ինչ ես ուղարկում չոբանության։ Գիտեք Տեր այնպեսի հումոր ունի զարմանալի։ Ես զգացի իմ ներսում ժպիտ եմ։ Նա չպատասխանեց, նա միայն ժպտաց։ Ես առաջակարգ գնացի եկեղեցի եւ այնտեղ եղբայրները ինչ-որ բաներ էին խոսում եւ հարց ընկավ թե Աստված ում ինչ պարգև ա տվել, ես էլ չէի հասկանում ինչ է։ Մինչև չասեին որտեղից հասկանալ։ Ես ասացի պարգև այսինքն փող ինչ ա տվել։ Ասեց չէ եղբայր, ու սկսեցի թվարկել, այսպեսի ծառայություններ, այսպեսի պարգևներ։ Օ, ես ասի Աստված ասել է, որ ես չոբան պիտի լինեմ։ Ես մեկը նայեց ասեց երևի հովի, չոբան չկա Սուրբ Գրքում հովի։ Դե ասեց հա ինքը հենց հովի, ասեց դա չոբանը չի, ասեց չէ եղբայր, այդ չոբանը չի։ Դա հովիվն է, ասեցի նույն բանը չի, ասեց չէ եղբայր։ Ասա Տեր ասել է, որ ես պիտի լինեմ։ Նայեց աշկերից, ոնց որ ես նայում եմ նարեկի աշկերի մեջ, ասեց եղբայր այս ինչ հպարտության մեջ ես առաջ օր եկել ես եկեղեցի արդեն հովիվ ես։ Ասի չէ, ասել է պիտի լինեմ։ Գիտեք, ունեցեք երեխայի սիրտ։ Դավիթին ասում են ով ես դու, ես ինչ հպարտության մեջ ես, մենք գիտենք քո սիրտը չար ես աղբերները, բայց այդ տղան գնաց Գողիաթի դեմ։ Որովհետև Աստված սրտերն է քննում եւ ոչ թե տեսքին է նայում։ Բայց մարդիկ միշտ
տեսքին են նայում, վիճակին են նայում, կարողությանն են նայում, գրպանի պարունակությանն են նայում։ Մի խոսքով գնում էի, մաման հիվանդանոց շատ պարկեց, 10 քանի վիրահատություն ունեցավ, բոլոր վիրահատություններին մեկ առ մեկ մասնակցել եմ։ Ամեն ինչով, նաև դրան, ամեն ինչով, ինչով կարողաց։ Եվ օրը 2 անգամ պետա չէի բանում, մամային հետ էլ աշխատում էի և միշտ իրա կողքին էի։ Եվ մաման ցույց էր տալի պալատում, հիվանդասենյակում պարկած կանանց ու ասում էր, բալես, այս ինչ քույրիկն է, այն ինչ քույրիկն է, գիտես ինչ ցավեր ունեն։ Ես չհայրանում եմ, մամայի ականջիկամած ասում եմ, լսի այ բան, ինձ ինչ ուրիշի ցավ, ինձ միայն քո ցավն է հետաքրքրում, ինձ հետաքրքիր չի ուրիշի ցավը։ Ես այդ բանտն եմ, ես այդ սիրտն եմ ունեցել։ Բայց գիտեք, հանդիպեցի նրան, ես մինչև այսօր լացում եմ մարդկանց ցավերի համար, դա ես չէ։ Դա նա է, որ բնակվում է իմ մեջ եւ իմ աչքերով քեզ է նայում։ Եվ դրա համար են աշկներ են լինում շատ անգամ։ Այդ ես չէ։ Ես քանի անգամ մահերով եմ անցել, բայց նա ինձ պայլա ոչ թե որ մեկից լավն եմ, այլ որովհետև ես իրան պետք եմ, իմ աչքերը իրան պետք են։ Նա ուզում է, որ մարդիկ իմ աչքերի մեջ տեսնեն իրեն։ Թե չէ ես վաղուց երկինք պիտի գնայի եւ այնտեղ խաղալ, հանգիստ ինձ համար տիրոջս կողքին լինեին, չեմ գտել այստեղ կամ փորձել։ Բացի ցավեր, հոգսեր, ոչ մի բան ոչ գտել եմ, ոչ փորձել եմ։ Եթե Տերը չլինի, չարժե այս դժոխքում մնալ։ Դուք չեք էլ պատկերացնում ինչա երկիր առանց Տիրոջ, դժոխք։ Ցավեր ընտանիքում, ցավեր բարեկամներից, հալածանքներ, մեր ազգի մեջ էլ փառքաստու պակաս չի նախանձը, գնա գալիս է, Տերը ողորմություն անի մեր ազգին, բայց Տերը շատ է սիրում մեր ազգին։ Սա միսիոներական ազգ է։ Մեր ազգը շատ նման է հրեաների։ Տերը Երեմիային բան է ցույց տալու, հարցնում է Երեմիա, ինչ ես տեսնում։ Ասում է Տեր, երկու կողով թուզ եմ տեսնում։ Ասում է մի կողովը Տեր, այն ինչ լավն է, ուտելու է։ Չես կարող անտարբեր ասել։ Մի կողովն էլ այնքան վատն է, պիտի երեսը չրջես, փչացած նեղած։ Այդ դուք եք, Իսրայել։ Ես համոզված եմ, որ Տերը նաև ասում է, այդ դու ես Հայաստան, այդ դու ես հայ։ Մեր մի մասը այդքան փչացած է, մի մասը այդքան լավն է։ Դա իրականություն։ Դա ես չեմ ասում։ Ես վաղուց իմ մտքերը չեմ ասում։ Ես ասում եմ, այն ինչ ապրում եմ, այն ինչ որ տեսնում եմ, այն ինչ որ զգում եմ, այն ինչ որ ցույց է տալիս ինձ իմ հայրը։ Շատ լավ, գնանք առաջ, ուրեմն նվիրում է շնորհքը դե ընտրություն։ Սիրելիներ, ընդհանրապես նվիրում է կամ հավատարմությունը դա շնորհք է այն իմաստով, որ երբ որ դուք անգնում ես դրա մեջ, անձը դնում ես դրա մեջ, այսինքն դու ընտրում ես դա, Տերը զորացնում է քեզ, այդ իմաստով շնորհք է դառնում, բայց իրականության մեջ դա ընտրություն է։ Երբ որ դու նայում ես մեկը հավատարիմ, ասում ես, Տերը ինձ չի տվել հավատարմություն, նա իրան տվել է, այդպես բան չկա, այդ մարդը ընտրել է հավատարիմ լինելը։ Դու հարցրա իրան ինչ ցավեր ունի, որովհետև առանց ցավերի ոչ մեկ չի կարող նվիրի Տիրոջը։ Որովհետև երբ որ տենաս ընկածին ու անտարբեր անցնես, դա նվիրումը չի, որովհետև Աստված ուզում է քեզ հագնի ու այս աշխարհին ձեռք մեկնի, ընկածին, կարիքավորին, տկարին, անմխիթարին։ Մի քույրիկ ունենք, շատերը գիտեք, անունը Քնար էր, շատ տարիներ առաջ էր։ 3 տղա ուներ եւ մի ամուսին։ Եվ ուրիշ երեխա չուներ։ Տարին մեկ բերում էին տղաներին Մոսկվայից Տագալ։ Տարին մեկ։ 3 տարում 3 տղաներ գնացին։ Տարին մեկ։ Ես իրահովն եմ եւ ես պիտի գնայի բխիթարի։ Դա իմ պարտականությունն էր։ Բայց այս համար մահվան չափ եւ ավելի սարսափելի է։ Ասում եմ Տեր, ես ոնց բխիթարեմ մարդուն, ինչ ասեմ։ Ասեմ փառք Տիրոջ տղետները։ Հա փառքը Տիրոջն է։ Բայց դու իշի ցավի վրա ինչ ասես որ մխիթարի։ Ես ախր խոսք չունեմ Տեր։ Եվ հիմա պատկերացրեք որ 3-րդ տղեն ամահացել, գնացել եմ 3-ին։ Եվ թվում է թե դրանով պիտի վերջան այդ կնոջ ցավերը այս երկրում, այս աշխարհում։ Դեռ ապրում է քույրս։ Նա աստծո մեջ է։
Եվ ահա մահացավ ամուսինն է։ Նաև մենակ մնացել, էլի պիտի գնամ մխիթարել։ Ասեցի Տեր, ոնց որ ես նման եմ մի եզի, որի քթից քցել են ու քաշում են։ Գիտեք, անասունի քթից են քցում ողակը, որտեղ դա իր ցավոտ Տերն է, որ ենթարկվի, քաշում են։ Ասի Տեր, իմ քթից բռնել ես ու քաշում ես, ես չեմ ուզում գնամ, ինձ վերցրու լավա, գնամ ինչ ասեմ, ո՞նց մխիթարեմ այդ ցավերի մեջ գտնվողին։ Անկեղծ եմ ասում, այսօրվա պես հիշում եմ, շատ տարիներ անցել։ Գնացի նստեցի իր կողքը, ուզում եմ մի բան ասեմ, ասելիք չկա, դատարկություն, ու ցավից սիրտս տրակում է, ոչինչ չեմ ասել, կես ժամ նստել եմ, ոչինչ չեմ ասել, միայն կամաց արդյունքներ եմ խոսում, բացարձակ ոչինչ չեմ ասել, ու վեր կացա միայն ասեցի քույրս, Տերը քեզ մխիթարի, ես գնամ, ձեռս բռնեց, ասեցի հիմա գնայի աչքերից թքի երեսից ու կասի ուրա քո Աստվածը, դուք չեք հասկանում ես ինչ եմ ապրում, ուրա քո Աստվածը, մեկը գնաց, երկրորդը գնաց, երրորդը գնաց, չորրորդը գնաց, մեկը չկա ինձ կին կոչի, մեկը չկա որ մայր կոչի, սա կյանքը, ուրա քո Աստվածը, իսկ գիտեք ինչ ասեց նա, շուռ եկավ ասեց Տերը քեզ օրտնի և մխիթարի ոնց որ դու ինձ մխիթարցի, ասի կարվա տեղը չի բերում քույրիկս, ես բար չեմ ասել, գիտեք Սուրբ Հոգին մխիթարում էր, ասում է որ դու ներս եկար հոգին հետ տեր, ու ասում է այդ հոգին ինձ գրկել է մխիթարում է, ես սիրտս տրակում էր, դու եկար ես հանգստացա, Տերը քեզ օրտնի, ես ասեցի Տեր, եթե իմ բերանը փակ է դու պիտի գործես, ուրեմն արժի որ ես մնամ այս աշխարհում, դուք հասկանում եք ես ինչի մասին եմ խոսում։ Բայց հիմա մենք ծանր դերերով պիտի գնանք, որտեղ Տերը իմ սիրտը օգել է իմ մեջից, ցավացրել է ինձ։ Ոչ թե ինձ ցավացրել է, որովհետև ինձ չի սիրում կամ ուրիշ բան, ցավացրել է, որովհետև ցույց է տվել իր ցավը։ Ու դա ինձ սպանում է։ Ինձ իմ ցավը չի սպանում, երբեք ես անցել եմ 2 անգամ չարորակ ուղղություն, իմ տնեցիներն էլ գիտեն։ Ես մի անգամ մի բան չեմ ասել դաժան խոսք։ Ոչ ասում, ոչ մարդկանց, թե ես ինչ այն վիճակը, ինչ եք դուք այդտեղ հերոստացույց նայում կամ ուրախանում ես մեռնում եմ։ Աստված վկա է, որ ասում եմ ճշմարտությունը։ Բայց ես չեմ կարող ուրիշի ցավով անտարբեր անցնել, չեմ կարող։ Որովհետև ես տենում եմ իմ Տիրոջ ցավը այդ մարդու համար։ Ասես Տերը ինձ դարձրել է, ես ստվել ես երկրում, ինքը ինձանով քայլում է։ Դա շատ ծանր բան է։ Բայց ես մի բան գիտեմ, Տերը սիրում է այս ազգը։ Մատթեոս 21:7-9 Դուք դեռ այստեղ եք, դուք պատրաստ եք լսել։ Տերը ուղարկեց, որ էշ և ամանակ բերե, որպեսզի նստի ու գնա Երուսաղեմ։ Դուք գիտեք այս հատվածը։ Էշը և աղանակը բերին և իրենց հանդերձները նրա վրա դրեցին և նա նրանց վրա նստեց։ Եվ խիստ շատ ժողովուրդներ իրենց հանդերձները ճանապարհի վրա փռեցին, ուրիշներն էլ ծառերի ճյուղեր էին կտրում և ճանապարհներում փռում։ Եվ առաջից և ետևից գնացող ժողովուրդները աղաղակում էին. Օբսաննա Դավթի որդուն, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը, Օբսաննա բարձունքներով։ Գիտեք ինչ էին ասում մարդիկ։ Այս մարդիկ ասում էին, սա Աստծո որդին է, սա այն թագավորն այն Մեսիան, որի համար 400 տարի աղոթել ենք։ Օրհնյալ է սա, որ եկել է Տիրոջ անունով։ Ինչ հրաշալի է, չէ՞։ Ավելի լավ բան կարա լինի, քան այն, որ մարդը հասկացել է, թե ով է իր առաջ կանգնած։ Ում հետ է իր գործը։ Սա իրոք մեր սրտերից ուրախության արդյունք է բերում, որ մարդը տեսավ Աստծուն ու ասեց փառք Տիրոջը։ Տեսավ Տիրոջ ձեռքի գործելու ասեց փառք Տիրոջը։ Երբ որ ես տենում եմ մարդկանց վկայությունները, ջուրն ինձ ասում է, այ տղա, նստել ես, լավ բան ես լացում ես, ասում եմ, չեմ լացում, աղջի ջան, ուրախությունս է դա, որ Տիրոջս փառք եմ տալիս։ Իմ աչքերից հոսում են, երբ որ մեկը պատմա թե Տերը ինչ արել իր կյանքի համար։ Ես ուրախանում եմ այդ վկայություններով, որովհետև դա Տիրոջ սա փառավորում։ Նրա փառքը իմ սրտի գանձն է։ Ես ուրախանում եմ, երբ որ նա փառքը տենում եմ մեկի վրա, որ տեսնում եմ, թե Աստված ինչպես բժշկեց, ինչպես ազատագրեց, ինչպես բարձրացրեց, ինչպես է լույսի մեջ պահում։ Իմ խելքը հետում է դրանից։ Յանի ձեզանից
Մեկն էլ չմնար անտարբեր հոգու նկատմամբ եւ յանի բոլոր մարգարետ լինենք, դա իմ ուրախությունը կլներ։ Որտեւ այն ժամանակ ձեր հետ շատ հեշտ կլներ ծառայելը եւ դուք ամեն ինչ առանց բառերի էլ կհասկանայիք։ Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք։ Շարունակենք սիրելիներս։ Տեսնում եք ինչա տեղի ունենում։ Ժողովուրդը ինչ ասում։ Օբսաննա նրան, որ գալիս է Տերը։ Սա հրաշք է ժողովուրդ ջան, երբ որ մարդը հասկանում է, որ Աստված իր խոստումն է կատարել, գալիս է։ Ղուկաս 19-ից պիտի կարդամ 37-ից 44 համարները։ Օ Հիսուս։ Եվ երբ որ նա արդեն մոտեցած Զիթենյաց սարի Զարիվայրին, աշակերտների բոլոր բազմություն ուրախություն սկսեցին օրհնել Աստծուն բարձր ձայնով այն բոլոր զորությունների համար, որ տեսել են։ Եվ ասում էին, օրհնյալ է Տիրոջ անունով եկող թագավորը, խաղաղություն լինի երկնքում եւ փառք բարձունքներում։ Եվ փարսեցիներից ոմանք ժողովրդի միջից նրան ասեցին. Վարդապետ հանդիման իր աշակերտներին։ Եվ նա պատասխանեց եւ ասեց. ասում եմ ձեզ, որ եթե սրանք լռեն, քարերն են աղակելու։ Եվ երբ որ մոտեցավ, տեսավ քաղաքը, լացեց նրա վրա եւ ասեց. ինչու Տերը լացեց այն քաղաքի վրա, որի անունն է խաղաղության քաղաք, որովհետեւ խաղաղություն չէր լինելու այդ քաղաքում։ Ինչու է Տերը լացում իր սուրբերի վրա, երբ որ տեսնում է, թե նրանք ինչ սխալների մեջ են, որովհետև նրանք, որ կոչված են խաղաղության տուն լինելու, պիտի դառնան ապստամբության տուն, ցավերի տուն, հիվանդությունների տուն, տկարությունների տուն, եւ Տերը լաց ալի։ Եթե դու իմանայիր գոնե այս օրվա օրը քո խաղաղության մասին, բայց հիմա ծածկվեցավ քո աչքերից, որովհետև օրեր կգան քեզ վրա, եւ քո թշնամիները 4 կողմով պատնեշ կպատեն եւ կպաշարեն քեզ եւ ամեն կողմից քեզ կնեղացնեն։ Եվ հիմնահատակ կանեն քեզ եւ քո որդիկն են քո միջումը եւ չեն թողի քո միջումը քարը քարի վրա փոխանակ որ չճանաչեցիր քեզ այցելության օրը։ Սիրելիներ, երբ որ մեր տունը, մեր ազգը չի ճանաչում Տիրոջ այցելության օրը, մեր ունենում ենք խնդիրներ։ Տերը, որ եկել է մեզ օրհնելու, չի կարողանում օրհնել այնպես ինչպես ինքն է ուզում եւ չի կարողանում դեմն առնել ցավերի, որովհետեւ մենք ենք բացել դուռները։ Որովհետեւ ամեն աննազանություն բերում անեց։ Սա Աստծո խոսքն է, սա ճշմարտություն։ Տերը լաց եղավ Իսրայելի վրա։ Բայց ինչու են լացում, չէ՞ որ այդ ժողովուրդն էր ասում, ահա թագավորը, ահա Օբսաննա նրան։ Դե ինչ ես լացում։ Քո ժողովուրդը վերջապես հասկացել է դու ով ես։ Հասկացել է։ Շատ լավ։ Երբ որ Տերը մտնում էր Երուսաղեմ, դա Աբիբ ամսի 10-ն էր։ Դա հենց այն օրն էր, որ Երից գլխում Տիրոջ խոսքը ասում է, Աբիբ ամսի 10-ին ամեն տուն մի գառն առնի եւ պահի 4 օր։ Հիմա եկել է, նա որ գառնա Աստծո, նա որ պիտի զատիկ դառնա իր ժողովրդի համար։ Եվ ժողովուրդը դիմավորում է նրան, ասում է, այո, սա է Աստծո գառը։ Սա հենց էր խոստացած թագավորն է, Մեսիան, օքեյ, շատ լավն է, սրտեր ուրախ են նրանց։ Եկեք տեսնենք ընդամենը 4 օր հետո ինչա կատարվում։ 4 օր։ 4 օր։ Եվ պիտի ճանաչենք ով է մարդը, մենք մեզ չենք ճանաչում։ Մեզ թվում է, թե մենք բարի ենք, լավն ենք, երբ որ Հիսուսին ասեցին բարի վարդապետ, ինքը ինչ ասեց, բարի մեկն էլ չկա։ Ինչու ես ինձ բարի ասում, որտեղ Աստծուց բացի մեկն էլ բարի չի։ Դա չի նշանակում, որ ինքը Աստված չէ, դա նշանակում է, որ ինքը որպես Հիսուս մարդուն չէ տալի փառքը, եւ մարդում է չէ տեսնում բարիքը։ Միայն Աստված է բարի։ Երբ որ դու Աստծով ես լցված, դու բարի ես։ Երբ որ Աստծուց դատարկվում ես, դու չար ես։ Որտեղ մարդը անոթ է, ինչով լցվեց, դա է արտահայտելու։
Մատթեոս 27, 17, 18 4 օր անց է ասա անցել է 4 օր Միթե 4 օր կարա մարդը փոխվի Են էլ ոնց 180 աշճան Կարդում ենք 17-ից 18 հատվածը Արդ երբ որ նրանք հավաքվեցին, Պիղատոսը ասեց նրանց. Ո՞րն եք ուզում, որ ձեզ համար արձակեմ, արդեն Հիսուսին էլ են բանտարկել, այնտեղ կա նաև մի հատ հանցագործ անունը Բարաբա, որ մարդասպանության համար է նստած։ Իսկ Հիսուսը, նայա, որ 4 օր առաջ ասում են, ով սաննա նրան, նա բժշկեց, նա հրաշքներ արեց, նա մեռելին հարություն տվեց, նա շատ լավ բաներ արեց, նա բարձրյալ Աստծո որդին է, նայա, թագավորը, օծյալը Ում եք ուզում, որ ձեզ համար արձակեմ Բարաբային, թե Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում, այսինքն օծյալ է կոչվում։ Լսեք անհավատ մարդը, հեթանոսը։ Հռոմից ուղարկվածը, կոչում է նրան օծյալ, բայց տեսնենք ժողովուրդը հիմա ինչ է կոչում, որ 4 օր առաջ օծյալ էր անվանում։ Որովհետև գիտեր, որ նախանձով են մարվել։ Եվ երբ որ նա ներողություն հիմա շարունակեմ 20-ից 25-ը, բայց քահանայապետները, ինչպես այսօր, երբ ծերերը ժողովրդին համոզեցին, ինչ արեցին, համոզեցին, չասես խաբեցին։ Դրա եւ համոզելու մեջ մեծ տարբերություն կա։ Համոզել նշանակում է գտնել քո սրտում այն լարը, որ այդ գործի համար կթրթռա եւ դրա վրա նվագեր, որտեղ դա կա, եթե չլինի չեն կարա քեզ համոզել։ Դու հասկանում ես ինձ։ Պետք է այդ երկուսը իրար հետ ռեզոնանս տան, համագումար պիտի լինի եւ այն ժամանակ պայթուն տեղ կունենա։ Երբ որ երկու նույնանուն լարումներ իրար հակնեն, գմփոց է լինելու։ Գտան եւ պայթացրեցին հավատքա ժողովրդին։ Այս մարդիկ, որ այդ ժողովրդի առաջնորդներն էին, քահանայությունն էր, որ պետք է Աստծո մասին խոսեին, համոզեցին ժողովրդին, որ Բարաբային ուզեն, իսկ Հիսուսին կորցրել։ Եվ Կուսակալը պատասխանեց եւ ասեց նրանց. Այս երկուսից ո՞րն եք ուզում, որ արձակեմ ձեզ համար։ Եվ նրանք ասեցին Բարաբային։ Պիղատոսը ասեց նրանց, ապա ինչ անեմ Հիսուսին, որ Քրիստոս է կոչվում, ամենք ասեցին, թող խաչվի։ Մեսիա ասեցին նրանք 4 օր առաջ, 4 օր հետո ասեցին, թող խաչվի։ Ինչպես է ցավի, իսկ Հիսուսը մարգարեացել էր։ Մի առակ պատմեց, ասեց մի թագավոր մարդ, այգի ուներ, կամ մի հարուստ մարդ, տարբերություն չկա։ Եվ իր ծառաներն ուղարկեց այգի պահողների մոտ, մշակողների մոտ։ Ասեց տվեք իմ հասույթը, իմ բերքի հասույթը ինձ տվեք։ Սրանք էլ ասեցին, հե ծառաներն եկան, ծեծեցին, սպանեցին, դարեցին, ասեցին հասույթը չտանք, մեզ սպան։ Հետո Հիսուս պատմում ասում է, էլի ծառաներ ուղարկեց, էլի նույնը արեցին։ Վերջապես ասում է Տերը ասեց որդուս ուղարկեմ, մինուճարից գուցե կամաչե։ Բայց ասում է, երբ որ տեսան մինուճարին, ոչ միայն չամաչեցին, ասեցին, ահա այգու Տերը, այսինքն լավ էլ ճանաչեցին։ Եվ ոչ միայն չխոնարհվեցին, չամաչեցին, այլև ասեցին, եկեք սպանենք եւ այգին մեզանով անենք։ 4 օր առաջ ասում են, ահա այգու Տերը, 4 օր առաջ ասում են ահա աշխարհի Տերը, 4 օր առաջ ասում են Աստծո միակ ենթանի որդին, 4 օր հետո ասում են բերեք խաչենք։ Մեզ պետք չի ինչ որ ինքնաբերում։ Ինքը գալու է մեր մեղքերից մեզ ազատի, ձեռ չի տանի։ Մենք սիրում ենք մեղքը, մենք սիրում ենք կեղծիքը։ Եվ նրանք Տիրոջը խաչը բարձրացրեցին։ Ես ու դու թերևս կարող ենք ասել, օ ինչպեսի անզերծ սիրտ, օ ինչ մարդիկ են հրյաներ։ Ես այսօր եմ լսում նույն արձագանքը։ Ես ուզում եմ մի քիչ էքսկուրս անենք որպես ազգ մեր մեջ,
որպես եկեղեցի մեր մեջ, եւ եթե ուրիշ եկեղեցիներն իրենց մեջ կնան, երբ որ լսեն Աստծո խոսքը, խնդրեմ, բայց ես ոչ մեկին ոչինչ նկատի չունեմ։ Ձեզ թվում է մենք հրեաներից լավն ենք, լավ, հիմա խոսքի թույլ պիտի տանք, որպես մարգարեություն մեզ քննելու։ Աստծո հոգին ստեղ է, եւ նա քննում է ամեն սիրտ, եւ հիմա ես խոսք խոսեմ, եւ դուք նայեք ձեր սրտերին, ու երբ որ կհանդիմանվեք, ապաշխարեք, որովհետեւ Աստված սիրում է, երբ որ մենք կողտարկվում ենք, զղջում ենք, ծնկի ենք գալիս, թողություն ենք խնդրում, նա ներող ու թողող Աստված է եւ նա երբեք հիշաչար չի, որ հիշեցնի անցյալը։ Բայց նա չի սիրում, երբ որ կեղծիկի մեջ ենք բնակվում։ Մենք ասում ենք հրեաները շատ մարդիկ են, 4 օրում մոռացան օծյալի։ Իսկ մենք եկեղեցիներս, որ Քրիստոսով ենք լցված նրա հոգով, ինչ ենք անում։ Եթե մենք խնդիր չունենք, հապա ինչ էր ասում Տերը հայտնության թղթում եկեղեցիներին եւ առաջի հանդիմանությունը սա էր։ Քո գործերը գիտեմ, շատ լավ գործեր ես անում։ Բայց մի բան կա, որ քո դեմ է։ Առաջի սերը թողել ես։ Էլի ինձ համար ես գործում։ Բայց թվում է, թե ինձ համար է, իմ անունն ես տալի, բայց ինչ անում ես քո փառքի համար, քո անունի համար, քո սերը հիմա դեպի քեզ է դառել, դու քո փառքն ես տենչում, քո եսը դառնա քո պաշտամունքը։ Իսուր գիրքը ասում է, որ կռապաշտության համար Աստծո հարվածն է գալի։ Ամենամեծ կռապաշտությունը, երբ որ մենք ընկնում ենք հպարտության մեջ, այն ինչ արեց Արուսյակը։ Երբ որ մեր եսը դառնում է մեր պաշտամունքի առարկան, նստում է մեր սրտի գահին, ես խոսում եմ հավատացյալի մասին, անհավատներ սրտին նստած այդ եսը։ Պիտի նրանք հանդիպեն Քրիստոսին, որ խոնարհվի այդ եսը։ Բայց ցավալի է, որ քրիստոնյան թույլ է տալ, որ իր սրտին նստի իր եսը։ Ես աղոթեցի դրա համար եղա։ Ես եմ հոդը, դրա համար լավը մեր հոդը։ Ես եմ հայ, դրա համար հայրը լավն է։ Ամեն ինչ կապված է մեզ հետ, սա հենց ես։ Որտեղ իսկ որտեղ ապնում քո արարիչ այդ դեպքում, ուրանա։ Հայաստանյան առաքելական եկեղեցի։ Դա Հայաստանի եկեղեցին է։ Դա քահանաների եկեղեցին է, ուր Աստված։ Որտեղ Աստված։ Երբ Աստված սովորեցրել ազգայնացնել եկեղեցին, որտեղ է գրված։ Եկեղեցին ապազգային է եւ ոչ թե ազգային։ Մենք դարձրել ենք ազգային։ Հայաստանյան եկեղեցի, Ռուսաստանյան եկեղեցի, չգիտեմ որտեղյաց եկեղեցի։ Այս բաժանումները մարդկային։ Սուրբ Հոգին գործ չունի սրանց։ Աստված ասում է, ես իմ եկեղեցին կշինեմ, մարդը շինելն է իր եկեղեցին։ Սա հայաստանյաց եկեղեցի է։ Սուրբ Հոգին ստե անելիք չունի։ Ես եմ որոշում, որպես քահանայապետ, ինչ լինի։ Եվ եթե ես տեսնում եմ օգուտ ունեմ, երկիրը կվաճառեմ, ինձ ինչ Աստված ինչ ասել։ Քահանաները եւ քահանայապետը համոզում էին ժողովրդին։ Ինչ այդ քահանաներն ու քահանայապետը չգիտեին, որ իրանք ճիշտ չեն։ Չգիտեին, որ նախանձից են մատնե։ Պիղատոսը գիտեին, իրանք չգիտեին։ Գիտեին։ Բայց իրանք ձեռք չեն տալ ճշմարտության աչքերին նայելու։ Իրենց ձեռք չեն տալ դա, որովհետև դա նշանակում է միլիոններից ձրկվել, իսկ իրանք կարային միլիոններ ունենան։ Թեկուզ անմեղ արյուն մատնելով։ Եվ ինչ արեցին, ոչ միայն իրանք գնացին մեղքի հետևից, այլև ժողովրդին էլ համոզեցին։ Այսօր, որ քահանաների հետևից վազում են ու դեռ ասում են սուրբ են նրանք, որովհետև այդ քահանաները եւ այդ քահանայապետը, որ ծախույ է սատանային, նրանք համոզել են այդ ժողովրդի մի մասին, բայց նրանք չեն խաբել այդ ժողովրդին, սուդատ է խաբել են, նրանք համոզել են, որտեղ ժողովրդի այդ հատվածը հենց ուզում են, որ իրաց խաբեն, հենց ուզում են, որ համոզեն, որտեղ նրանք են փող տենչում, փառք տենչում, կին տենչում, նրանց ձեռը տալի է քահանան, որտեղ հրաշալի օրինակ է, որ եթե քահանան կին ապացում տաճարում, իրանք էլ ինչքան ազատ են, որտեղ քահանան թալանում է, ուրեմն իրանք ինչքան ավելի ճիշտ է,
Եվ դրա համար Քոչարյանը որ թքում էր խաչին, նա այսօր կպած է քահանայությանը եւ իրար սիրում են ու լսում են ինչպես երկու գեյեր։ Եվ դուք կարծում եք Սուրբ Հոգին դեռ բնակված է։ Եվ ինչ ժողովրդի մի մասը բազում է նրանց տաճարները։ Ես ձեզ ասում եմ ամենայն պատասխանատվությամբ հոգով լցված, ասում եմ Տերը այնտեղ չէ, ինչ եք փնտրում այնտեղ։ Այո, իմ Տերը մեռա։ 3 օր, նա ասել էր 3 օր, դրեք գերեզման, ես հարություն եմ անում։ 3 օր հետո նա հարություն առա։ Եվ հետո եկել էին կանայք եւ գերեզմանում փնտրում էին Տիրոջը։ Ինչ ասեց հրեշտակը։ Այսօր ուրիշ հրեշտակ Աստված է ուղարկել որ ասում է։ Ասեց ինչ է կենթանի մեռելների մեջ փնտրում։ Նա այստեղ չէ։ Ես ձեզ ասում եմ, ինչ է կենթանի տաճարներում փնտրում, դա գերեզմանոց է հավատքի, նա այնտեղ չէ։ Դա Աստված մի օր ծնկի գա, եկեղեցին համաշխարհային, կաթոլիկ, ուղղափառ, առաքելական, ես առաջինը այնտեղ կլինեմ։ Եվ ուրախությունից իմ սիրտը կծաղկի, բայց ես այսօր տեսնում եմ սատանային այնտեղ թագավորելուց։ Սատանան այդ աթոռներին է նստել, ու դուք վազում եք երկրպագելու ում եք գնում երկրպագելու, որովհետև ձեզ համոզել են, կապել են ձեր սրտի լարին, այն լարին, որի անունն է ամոթ և վախ, որովհետև այդ սրտի մեջ կա մի լար, որ կոչվում է ամոթ կամ վախ, այսինքն սեփական փառքը։ Սուրբ Գիրքը Պողոսի միանով ասեց, որ նրանց փառքը իրենց ամոթն է։ Ամոթ է, որ ասեն հավատացյալը։ Բայց այ որ քահանայի հետ դա հավատ չի, դա նորմալ է, փառք Տիրոջի, մենք գիտենք ընդ ինչ անում։ Մարդկանց սրտի լարին կպան եւ նրանց համոզեցին, թե եկեք մեր հետևից, մեր տրադիցիաների, սովորությունների, բայց մի գնացեք կենթանի Աստծո հետևից։ Եվ մարդիկ բազում են այնտեղ։ Երբ որ ես թաղման տեղը մարդկանց սովորեցնում եմ, ասում եմ, լսեք, երբ որ մարդը մահացել է, ու նա Աստծո մարդ է, նա ննջեցյալ է, նա չի մեռել։ Նա ուղղակի աչքերը ստեղ փակել է, երկնքում բացել է։ Նա Աստծո մոտ է, նա մեռաշի, նա կենդանի է։ Ասում եմ, եկեք աղոթենք, որ Տերը իր լույսը իջացնի, ասում եմ, լույսի նա վրա է, ինչ իջացնի։ Որտեղ որտեղ այդ մարդն է, այնտեղ լույսն է, Տերը լույս է։ Չէ, քահանան սովորացրել է, համոզել է։ Մեզ է ձեռ տալի այդպես պատասխանատվություն ցել Աստծո վրա, քահանայի վրա, մյուսի վրա, հոգի վրա, պատասխանատվություն մեզ այն ցերում։ Եկեք աղոթենք, որ Տերը լույսերի մեջ պահի։ Այսինքն եթե չստացվի, եթե հո մենք մեղավոր չենք, Տերը չկարած։ Ես շատ եմ ապրել եմ, որտեղ ամոթ է, որ մենք ձախողում ենք։ Կամ ամոթ է, որ մեզ ասեն հավատացյալ են։ Եվ այդ փառքը ինչ անում է սպանում է։ Մեզ համոզում են, որովհետև մեր մեջ կա դա, ու մենք չենք տանում արմատախիլանում, չենք ասում, ով Տեր, իմ սիրտը վիրահատի, ինչպես որ դու ասեցիր, ով սրտով անթլպատներ եկել են, թլպատիր մեզ։ Որովհետև ուզում ենք այս սրտի խաբկանքից դուրս գալ, որովհետև ընտրում ենք քեզ նվիրվել է ոչ թե աշխարհին, ընտրում ենք ճշմարտության համար ապրել է ոչ թե թշնամության ու չադիքի համար։ Տերը պատահական չէր խոսում Մատթեոս 13-րդ գլխում խոսելով Սեփնացանի առակի մասին։ Երբեմն ինձ հարցում են, հո դա 4 տեսակ մարդկանց մասին է այդ խոսքը, ասում եմ ոչ, դա նույն մարդու 4 տեսակ լինելու մասին է։ Ուղղակի ընտրությունը քոնն է, այդ 4 տեսակից որն ես ընտրում։ Դու կարաս 4 տեսակ լինես։ Եվ այնտեղ Հիսուս խոսած, որ ահա սերմը Աստծո խոսքն է եւ Սեփնացանը դուրս գնաց եւ գցեց, որոնք ընկան ճանապարհի եզրի։ Եվ քանի որ եզրին էին, թռչուններ եկան կերան։ Հետո ասում է սերմ գցեց, ընկան քարքարու տեղ։ Եվ քանի որ քարքարու տեղ էին, արագ աճեցին, բայց արմատ չունեին, չորացան։ Եվ հետո ասում է գցեց, ընկան մացառների մեջ։ Ընկան փշերի մեջ։ Եվ ասում է, երբ որ այդ սերմերը ծլեցին, մացառները փշերը նրանց խեղդեցին։ Եվ վերջապես ասում է, 4-րդ բաժինը ընկավ բարի փրկրով հողի մեջ։ Եվ սկսեց աճել եւ տվեց պտուղ, որը 30, որը 60, որը 100։ Եվ ասում է, լսող ականջ ունեցողը թող լսի։ Ոչ մեկ չէր հասկանում առակի իմաստը։
Անգամ աշակերտները չգիտեին, եկան ասեցին, դեր ինչ էր այդ առակը նշանակում։ Եվ Տերը նրանց մեկնեց այդ առակը։ Տերը բացատրեց, որ դա մարդու սրտի 4 վիճակներն են։ Եթե ջուրը ունի 3 վիճակ, սառույց, հեղուկ եւ գոլորշի, մեր սուրտը ունի 4 վիճակ։ Իրականում մեր սրտը հենց քառախորշ է։ Երկու նախաբազուկ, երկու փորոք, հենց տենց էլ կա քառախորշ է։ Բայց սա ֆիզիկական։ Հոգևոր սիրտն էլ է քառախորշ։ Դու ես որոշում, սերմը որտեղ գնա։ Այսինքն սա քո ընտրությունն է։ Ինչպես ճշմարիտ սերմնացանը պիտի ընտրի ճանապարհ եզրին չցանել, որտեղ այդտեղ մենք են գնացել եկե հողը պնդացել է, այնտեղ չի կարա սերմն գնի հողի տակը որ ծլի։ Հերբից էլ նկատելի է թռչունին, թռչունը արագ է տեսնում, գալիս է տանում։ Եվ Հիսուս ասավ ճանապարհ եզրին ընկածը այն է, որ ոմանք լսում են Աստծո խոսքը, բայց միտք չեն առնում։ Ինչու՞։ Որովհետև նրանց սրտի այդ ճանապարհը ոտնակոխ է եղած։ Նրանց ծնողներն են անցել այդ սրտի այդ ճանապարհով, ուսուցումներ Աստծո դեմ ուղղված, ճշմարտության դեմ ուղղված։ Հասարակությունն անցել, ընկերներն են անցել, այդ մարդկանց սրտերը քարացել են։ Այնտեղ ընկած սերմը չի աճի, սատանան տանելու է, որովհետև այդ մարդիկ լսում են, երբ որ ես գնում եմ մարդկանց Աստծո խոսքը խոսելու տարբեր տեղերում, ուրախության տեղ, սքի տեղ, ես ուրեթում եմ արդյոքտարություն եմ Աստծո խոսք խոսելու։ Ես նայում եմ մարդկանց աչքերի մեջ եմ տեսնում եմ հատակը։ Ես տեսնում եմ, թե ինչպես են ոմանք ատում ասում ու չեն ուզում լսեն խոսքը։ Ու որ ստիպված են, այն էլ դեռ մի քիչ վախ կա մեջները, չեն հելուն քեզ տպել, բայց ստիպված են, լսում են, բայց ոչինչ չեն հասկանում։ Գիտեք ինչու այդ ճանապարհը ոտնակոխ է եղած։ Բայց դու չես կարող ասես, որտե ես ինչ անեմ, իմ սիրտն էլ էսպեսին է։ Քո սիրտը ուրիշ 3 բաժիններ ունի, բացի այդ բաժինը։ Ընտրությունը քոնն է, ինչ ես այդ ընտրում։ Երբ որ տեսնում ես, որ կատաղում ես Աստծո խոսքը լսելուց, ինչի անկեղծ չես գնում մի անկյունում ասում, ով Աստված, եթե դու կաս, օգնիր ինձ, ես չեմ հասկանում, ինչու հետ քո խոսքն եմ խոսում, ես կատաղում եմ։ Որովհետև զավակս, դու շատ բան չես հասկանում։ Բայց անկեղծ եղիր։ Գոնե մի անգամ, որի անունը լսում ես եւ գազազում ես, նրան դիմի եւ ասա, եթե ճշմարիտ է որ դու գաս, ուրեմն կաս չէ որ ես գազազում եմ, հենց դա եմ խոսում։ Խնդրում եմ, դու մոտեցի, ես ուզում եմ այստեղ չընկնի այդ սերմը, ես լսել հասկանամ, սատանան չտանի։ Երկրորդ բաժինը, որ սերմը ընկնում էր, դա քաքարու տեղն է։ Սերմը ընկնում էր, հենց արևը կապնում էր, սերմը ծլում էր արման չուներ հողի մեջ, դա ինչ էր նշանակում։ Դա նշանակում է ոգևորություն։ Ոմանք հավատքը ոգևորության հետ խառնում են, չեն զանազան։ Բայց մեծ տարբերություն ունի ոգևորությունը եւ հավատքը։ Արտաքինից նրանք չես կարող զանազանել։ Դա շատ նման է ընկած սերմի, որ ծլել է եւ որմին, որ իրար հետ է։ Շատ դժվար է զանազանել, որն է որմը, որը հացահատիկը։ Ճիշտ այդպես էլ ոգևորությունը եւ հավատքը շատ դժվար է զանազանել։ Բադել ես ինչ անեմ։ Ոչինչ զավակից։ Եթե դու ինձ խնդրես, իսկ ես կօգնեմ, որ զանազանես, իհարկե։ Ու մեկ էլ զավակը բառաչում է, հառաչում է։ Էս ինչ փորձություն եկավ գլխից, էս ինչ նեղություններ են տեղ, էս ինչ է կատարվում։ Զավակս հիշում ես, մի ամիս առաջ մինչև փորձությունները ես քեզ ասում էի, ես քո տերն եմ, մի վախեցիր, ես քո վահան եմ։ Ասել ես տեր։ Հիմա փորձությունն եկել է, չէ՞ զավակս, հա տեր։ Գիտես ինչու ես այդ վիճակում, որովհետև քո մեջ հավատքը չէր խոսում, որ ես խոսում էի քո հետ, դու չէիր լսում հավատքով։ Քո մոտ ոգևորությունն էր, ուռա, ոչինչ վատ բան չկա, ուրեմն ես լավ հավատացյալ եմ։ Բայց չէ, եկավ փորձությունը, եւ քո ոգևորությունը, որ իրականում հավատ չի այլ դմանա օճառի պղպջակին գնաց, հենց առաջի խոչընդոտին հասավ, պայթեց։ Ինչու պայթեց? Որտեղ ոգևորությունը հավատ չի։ Ուրեմն փորձության դաշտում է կռվում մեր հավատքը եւ սատկում ոգևորությունը։ Շատ դժվար բան եմ ասում, հասկանում եմ։ Հետո նես մի մարդ չի ասում, որ չի ասում, ցավերով չի ասում, այդպես չի։ Ես ամեն օր նրան օրհնում եմ, որովհետեւ ինձ սովորեցնում է հավատալ։ Իսկ այսօր արդեն Աշոտ ասել է, որ հավատքը նաեւ համբերելն է։ Եթե դու չես համբերում, ինչի մասին ես դու խոսում։ Ոգևորությունը համբերություն չունի, ոգևորությունը ասում է ուռա ու վազում է։
Որտե կապավ ինքը գմփում է, ինքը շատ թույլ բան է։ Այդ օճառի բջջակը շատ թույլ բան է, խաղացել եք, գիտեք, տեսել եք։ Տեսել եք, տեսած եք։ Եվ վերջապես ասում է, որոշ սերբերել ընկան մացառների մեջ։ Ինչ են այս մացառները։ Սուրբ Գիրքը ասում է, որ դրանք այս կյանքի հոգսերն են։ Ոմանք իրանց վրա անձնական այնպեսի հոգսեր են կուտակի այդ հոգսով են ապրում։ Ինչ եմ անելու, ոնց եմ անելու, ինչ եմ անելու, ոնց եմ անելու։ Ես պատմել եմ այդ հոգսերից ոմանց մասին, իմ մայրն էլ էր հավատացյալ, բայց մինչև հավատացյալ լինելը ինքն էլ իմ նման մեկն էր եւ գնում էր տաճար ու չգիտեր, որ ոգևորություն է եւ ոչ թե հավատ։ Եվ մաման մի օր եկավ ասեց. «Երկու տղաներ ձեզ եմ ասում, ձեր քույրերը փոքր են։ Վաղը մեծանալու են, 3 քույր։ Եվ նրանք պիտի ամուսնանան, նրանց օժի տապեք։ Ուրեմն երկուսդ, որ աշխատում եք, ամեն աշխատավարձից 30%-ը պիտի դնենք մի կողմ, քույրիկների համար օժի դզենք»։ Դե որ մաման ասում է տղաներն ով են։ Եվ տղաները դնում են։ Եվ մաման օժի դեր դզում, ամեն մեկին մի չամադան, ամեն մեկին մի չամադան։ Այն ամենաթանկանոց կրիպտիշներ են ժամանակ հիշեք։ Բանի պետք չէ, այսօր տան չեք հագնի։ Այն ժամանակ կատրեզը 65 ռուբլի էր։ Լավ է հիշում եմ։ Կրիպլենա։ Տարբեր անուններ են տալիս։ Դա վառող հատկությունն է, որ հագնում ես վառում այն։ Ինքը քիմիա է։ Ինքը բամբակ չի, որ չի վառում է։ Բայց քանի որ դա մոդա է, մարդիկ վառվում են, բայց հագնում են։ Ինչու Աստծո համար չեն վառվում։ Բայց որպեսզի մեզ ցույց տանք վառվում են։ Մոդայից հետ չընկնենք վառվում են։ Սա կռապաշտությունն է, սա եսասիրությունն է։ Հետո տարբեր բաներ առավ։ Ինչ որ պետք է օժնի։ Կնոջը ինչ է պետք։ Ամեն ինչից առավ ճխտեց ըտը։ Անցած տարիներ։ Մաման մահացավ։ Քույրիկները չամուսնացան։ Ուժիտները մնացին, շատ տարիներ են անցել, իսկ քույրիկները ժամանակ շատ փոքր էին, մեկը 8 տարեկան, մեկը 6 տարեկան, մեկը 4 տարեկան, մաման օժիտ էր դնում։ Հիմա քույրիկները մի օր ասացին, «Էլ մեկ չենք ամուսնանում, մեծ կանայք ենք, բերեք բացենք, գոնե տնանք ինչ կա հարմար հագնենք»։ Բացեցին, կոշիկը կոշիկի նման չէ, այն ժամանակվա մոդան, այսօրվա մոդան չի, չեն հագնում։ Հանեցին դրուժբա թումբանները, որ կանայք այն ժամանակ հագնում էին, հիմա չեն հագնում, ասեցին էսի ով է հագնում հիմա, շպրտեցին։ Հանեցին կրիպլինները, շպրտեցին, տեսան, որ մի բան չկա պիտանի։ Հոգս միար Աստված ասում է։ Իսկ մենք հոգս ենք անում, եւ այդ հոգսը խեղդում է մեզ։ Դրա համար ընկած Աստծո խոսքը չի աճում։ Բացի հոգսը մի բան էլ կարող խեղդում է։ Եվ ամեն գնով հարստանալու մոլուցքը։ Աստված ասել է հաց ու հանդերձ ունես բավականացի։ Բայց եթե քեզ կանչել է հարուստ լինելու, փառք Տիրոջ, դա խնդիր չի։ Բայց երբ որ ամեն գնով, թեկուզ խաբելու գնով, թեկուզ չարչարվելու գնով, թեկուզ Աստծո ժամերից գողանալու գնով, թեկուզ Աստծուն չտալու գնով, հարստանալ, դա ագահություն։ Եվ այդ հարստության մոլուցքը խեղդում է սերմը։ Դրա համար մարդը գիտի Աստծո խոսքը, բայց չունի հավատ։ Լսում է Աստծո խոսքը, բայց այդպես էլ իր կյանքը չի փոխվում։ Դուք հասկանում եք, երկա 4-րդ վիճակ, որ դու ես ընտրում, դու։ Այս 4-ը բաժինը քո սրտում է, իմ սրտում է, ընտրությունը իմն է։ Եվ այդ 4-րդ բաժինը հենց հավատարմությունն է կամ նվիրումը։ Որովհետև դու ինչ ես արել, այդ հողը ասում է փափուկ հողը։ Ինչու է փափուկ։ Որովհետև ամեն տեսակի վատ բաներից, քարերից, մոլախոտից, ամեն ինչից ինչ ենք արել, քանդել ենք, հանել ենք, այսինքն տարել ենք մեր սիրտը Աստծուն ու ասել ենք Դավիթի պես. քննիր ինձ ու տես, եթե չար ճանապարհի մեջ է, ողորմություն տարա ինձ դեպի բարի ճանապարհները փոխիր, որովհետև ես իմ վրա հույս չունեմ։ 139 Սաղմոսի 23-24 համարում ասում։ Աստծո խոսքը քիչ կարդաց եք, ինչքան քիչ ենքան սատանային օգուտ, քիչ կարդաց եք։ Իսկ որ ընդհանրապես չկարդաք, ավելի հզոր։ Սատանան ինչ ուզի կանից է, գլխի պնդուկ կջախի, դուք ասեք, բախտս չի բերում, ամեն օր միտեղ մի վերք եմ ստանում, վերք չես ստանում, սատանան գլխի պոպոկ է ջախում։
Որովհետև ոնց կար սատանան իմ գլխին ջարդի, անեն սա ջարդում վրա խաբարը չկա, որովհետև չես սիրում խոսքով լծվել, դու սիրում ես լծվել ամեն հիմարությամբ ինչ ասում այս աշխարհը, այս աշխարհի ամեն սուտը, ամեն կեղծիկը դարձել է մեր սրտի բալասանը։ Մենք սիրում ենք այս աշխարհի փիլիսոփայությամբ լծվել փոխանակ Աստծո խոսքով լծվելու։ Այս աշխարհի փիլիսոփայությունը ասում է լավություն անող գլուխը ծակ է։ Ու նայում ես, որ եկեղեցիների մի մասը չեն սիրում լավություն անել, որ գլուխը ծակ չի, որ հիմար չէ։ Բայց դրան հակառակ Սուրբ Գիրքը ասում է լավություն արա եւ գցի ջրերի։ Գցի դու դա։ Քո գործը չի ետքես ետ կգա, ումով ետ կգա, ոնց ետ կգա։ Դա քո գործը չի դու գցի լավություն արա։ Չէ, լավություն անողի գլուխը ծակ է։ Կամ այն օծը, որ ինչ չի գցում, թող 1000 տարի ապրի։ Լսեք, ես չեմ ուզում այդ օծը մի վայրկյան էլ ապրի, ես չեմ խոսում կենդանական օծերի մասին, դուք հասկանում եք ինչ օծի մասին են խոսում։ Ես ասում եմ այդ օծը ինչ չի գծում, կարա իմ քույրիկին գծի, իմ եղբոր գծի, նա մի վայրկյան չպետք է ապրի։ Ընկերաձարս պետք է սափկացի։ Մենք սիրում ենք, չէ, մարդկային վարդապետությամբ։ Աման, ես էլ քահանաներից եկա։ Ինչ գործ ունես, գլուխդ չցավացած, ավետարանի տակ դնես, գործ չունես, ավետարանը գլուխա ցավացնում։ Հա, գլուխա ցավացնում, բայց Աստծո փառքի համար։ Գլուխա ցավացնում, որպեսզի Աստված փառավորվի։ Գլուխա ցավացնում, որպեսզի մեկն է քո նման դառնա Աստծուն։ Բայց դու չես ուզում, ինչ գործ ունեմ, գլուխս դնեմ, չցավացող գլուխս ավետարանի տակ։ Մարդիկ չեն ուզում գնան ավետարանի տակ, ով է սովորացել քահանան։ Քահանան, որի ձեռքն եք համբերում ոտկա, ով գիտի, էլ ինչ սուսը համբերում։ Դուք չեք վախենում Աստծո ժողովուրդ հայոց։ Դուք չեք վախենում կենդանից։ Դուք վախենում եք մեռելներից, որ այսօր քայլում են վաղը չկա։ Գնացեք գերեզմաններ ու նայեք։ Այն մարդիկ, որ երեք ձեր հետ էին, այսօր ձեր հետ չեն, չկա։ Նրանք մահկանացու են։ Դուք հավիտենանից, հավիտենից չեք վախենում, դուք վախենում եք մահկանացուներից, դա սատանայից է։ Հենց սա է կռապաշտությունը։ Եթե Աստծուց ես վախենում, դա հավատք է, եթե վախենում ես մարդկանցից, դա կռապաշտություն է։ Դավիթն ասում է մարդը ինձ ինչ կանի, ով է մարդը, որ ես մարդուց վախենամ, չէ որ Աստված ունեմ։ Աստված իմ դերն է, իմ վահանն է, իմ ուժն, իմ կարողությունն է։ Աստված է, որ ինձ բժշկում է։ Ինչ է ասում մարդը, թող ասի դա իր խնդիրն է, դա ինձ համար դատավճիռ չի։ Եկել եմ ասելու, որ այո, մարդկային խոսքերը մեր համար դատավճիռ չեն։ Ես 2 չարորակ ուռուցքից ազատվել եմ Տիրոջով եւ ոչ թե մարդկային դատավճիռով։ Ես ինսուլտից ազատվել եմ Աստծո շնորհքով։ Ես 3 ինֆարկտից ազատվել եմ Աստծո շնորհքով, էլ մանր մուները չթվարկեն։ Ծիծաղել է գալի, որովհետև դա Տիրոջ համար ծիծաղալի է։ Նա կարա 4 օրվա մեռելին հարություն տա, 4000 տարվա մեռելին հարություն տա։ Եվ շուտով որ կգա արդեն 7000 տարվա մեռելներին է հարություն տալու։ Որտեղ նրանք մարմին են ստանալու կանգնելու Աստծո ատյանի առաջ եւ նրա դատաստանի առաջ։ Ուրեմն տեսնում եք սիրելիներս, մենք հեշտ դատում ենք եվրейներին։ Եվրейներ էս ինչ սիրտ է, էս ինչ մարդ եք դուք, էս ինչ որակ ունեք։ Այ մարդ 4 օրվա մեջ գովաս, փարտաս, ասես օծաննա քեզ 4 օրը հենտես խաչեց։ Սերներ մենք ամեն օր ենք ետանում մեր սրտերում։ Որպես հավատացյալ, որպես զավակ, որի մասին Աստված ասում պատվիր քո հորը մորը, բայց մենք անպատվում ենք հորն ու մորը։ Որ գրված է մի սպանիր եղբորը, մենք սպանում ենք, սուբգայություններ ենք տալի, ցանկանում ենք ուրիշի ունեցվածքի եւ մեծ խոսում ենք։ Մենք ամեն օր այդպես չենք անում։ Գիտեք Երեմիան ասում է, որ Աստված նրա բերանով ասում է, որ ինքը ծածուկ տեղերում մեր սրտի հպարտության համար լաց է լինում, մեր հայրը մեր համար, որտեղ մենք կորուստ ենք։ Մի ուրիշ տեղում էլ ասում է իմ ժողովուրդը Հովսեայի մեջ բնաճ ինչ եղավ, որովհետև չունի գիտություն, չի հասկանում, որ նա ճիշտ է։ Իսկ իրականում ոչ թե չի հասկանում, այլ չի ընտրում հասկանալ։ Եթե ուզենա, աշակերտները չէին հասկանում, դե առակներով էր խոսում, բայց դրսի մարդիկ չէին ընտրում, ասում են, ես իմ ինչ ասեց որ, թողում գնում էին, աշակերտները չէին ասում,
Նրանք ուզում էին հասկանալ, նրանք արդեն ասում են, Տեր են որ ասիր, ինչ ա նշանակում, այսինքն ուզում եմ հասկանամ, երբ որ դու ընտրում ես հասկանալ, նա կխոսի քեզ, անպայման կխոսի։ Դուք հիմա հասկանում եք, որ մենք ոչնչով չենք տարբերվում հրեաներից, ոչ մի բանով, բայց եթե ապաշխար ենք, բայց եթե ծնկի գանք, ողորմած անանք, և միջև դերժի կհասնեմ և դեր պիտի ցավեցնեմ ինձ էլ քեզ եմ։ Մենք նախածում ենք, որովհետև ասում է ինչու չունեք Հակոբոսը, ոչ թե որ Աստված չի տվել, այլ որովհետև նախանձում եք, դրա համար չեք կարող բարի ունենալ, իրար դեմ նախանձում եք, դրա համար ուզում եք, չեք ստանում, խնդրում եք, չկա, բայց իրականում այդ ամենը մեր մեջ է Սուրբ Հոգով, չունենք, որովհետև չենք ստանում, չենք ստանում, որովհետև ճշմարիտ չենք խնդրում, նախանձով ենք խնդրում, խնդրում ենք, որպեսզի ցույց տամ, Տեր, ինձ մի հատ Մերսեդես տուր, որ ես նարեկին ցույց տամ իր Մերսն ալա, թե իմը։ Լսի, մեքենա ես ուզում, հրաշալի է, բայց ինչի ես մրցակցության համար ուզում, ինչի ես նախանձից ու չարությունից ուզում։ Բա որ եղբայրը ցավեր անում, քիչ ես անում, դե, այն աղբորը ցավերը դերի վրա, ինչի չես ասում։ Գիտեք, նախանձը խոսում է ժողովուրդ ջան։ Այն էլ մեր ազգի մեջ, հայ ազգի մեջ, ես ձեզ բան եմ ասում, ես ես ազգից եմ։ Եվ վերջապես, եկեղեցու ամենաթույլ տեղերից մեկը, որ իրականում այն որ պիտի արվի ամենամեծը չի, Տերը Մատթեոս 23:23 հանդիմանում է, ասում է 10-րդը պետք է 10, բայց սա չի գլխավորը, գլխավորը հավատքը, ողորմությունը և դատաստանը պիտի պահես։ Ամենափոքրը 10-րդ տալն է, եթե դու փոքրը չես տալի, ոնց կարաս ճշմարիտ հավատաս։ Եվ ես պետք է բացահայտ ասեմ, եկեղեցին համաշխարհային Սուրբ Հոգին ինձ խոսում է, ցույց տալիս, ես տեսնում եմ, ինձ պետք չի ինչ-որ բաներ լսեմ։ Ձեզանից ոմանք գիտեն, որ երբ որ մենք գնում ենք ծառայության ու մեկի մասին ուզում էին ինձ ինչ-որ բան ասեն, ասում էին լռի, թող Աստված ինձ կասի։ Այդ մարդիկ ծիծաղում էին մտքի մեջ, ասում են, շաշ խոսում այն։ Ես այդ ակտենագի Աստված ինչ ասելու։ Եվ երբ որ Աստված խոսում էր այդ մարդկանց իրաց պրոբլեմների մասին, իրաց խնդիրների մասին եւ ասում էր լուծման մասին, այդ մարդիկ զարմանում են։ Հիմա դել ասում է այդ իր բարեկամին, որ ինձ տարել, ասում է, այս ինչ ջան, այն ինչ ջան, այդ մարդը պատմել է, ասում են չէ, այդ բան չեք ասել։ Պետք չի բան պատմել։ Եթե նա կենթանի է, նա պիտի խոսի։ Եթե քեզ չի խոսում, դա չի նշանակում նա կենթանի չի, այդ դու կենթանի չես։ Իսկ Աստված ուզում է, որ բոլորս կենթանի։ Երբ որ դու չես հանդիմանում Սուրբ Հոգուց, դու կենթանի չես, դու մեռած ես կամ մեռելի նման ես։ Դրա համար Եփեսացիներին 5-ի կարծեմ 14-ում Պողոս Հաղորդականում ասում է, եւ դու ով քնած վեր ելիր մեռելներից եւ նա քեզ կլուսավորի։ Այսինքն ամեն քնած մարդ հոգու մեջ որ քնած է, նա մեռելին հավասար մեկն է։ Դե որտեղից նա լսի, ձայնը ասու կամ լուսավորվի, հա։ Տերը ասում է Մաղաքիա 3:8-10։ Դուք անեցքով անեցված եք։ Ոնց, այս սատանայի խոսքն է, չի կարող Աստված մեզ անցի։ Լսեք, կարդացեք մինչև վերջ, շատ եք վռազում։ Այսօրվա ոգևորող ավետարանչություններից մեկը այն է, որ նա մեզ տալիս է գլուխ լինելու ոչ թե փոչ։ Նա մեզ բերել է միայն օրհնությունների, նա մեր ծառան է, գիտեք։ Բա ոնց, նա մեր ջինն է, մենք շփում ենք, մեր սրտերը, մենք անօգնենք չենք, թե մեր մեջից դուրս է գալու ասում, լսում եմ և ենթարկվում, զավակս, ինչ ես ուզում։ Մի հատ տկլոր կնիկ, 18 տարեկան, 17-ը ավելի լավ։ Մի պարկ ոսկի, պարկ են ուզում, ջինն ասում, հայո, դա Աստված ինչ եք խառնել, դա կռապաշտություն, դա մեղք է։ Մենք չգիտենք, որ մեր մեջ մեղք է բնակվում։ Թե Սուրբ Հոգին չի խոսում մեզ հետ։ Ինչու ոմանք 10-րդը չեն տալի։ Ագահության հոգի։ Ասում է ունենամ, տամ։ Գրված է տուր, որ ունենաս։ Չի գրված, կունենաս, կտաս։ Նախ որովհետև ինչպես չունես, Աստված սերմը տվել է, բա այն ինչ ես ուտում, որ չունես։ Հիմա պետք է սոված նստեիր, լավ էլ ունես։
Ուրեմն համաշխարհային եկեղեցու մի մասը 10-րդ չի տալ եկեղեցին։ Մի մասն էլ խափում ասում կիսատ 10-րդ տալ։ Անունը դրել է 10-րդ Անանիայի Սափիրայի վիճակն է։ Այսքան ծախինք էսա։ Աստված գիտի ինչու եկամուտ ունես։ Գրված ամեն ստացվածքից 10-րդը, 1/10 մասը ամեն ունեցվածքից, ոչ թե թոշակ մենակ կամ աշխատավարձ, ինչ ձեռդ եկավ, գտար, նվիրեցին, փառք Տիրոջ, 10-րդը դուր, $100 եկավ, դուր $10։ Ոչ, Արամին մի դուր, Արամը մարդա, տար Տիրոջ տուն, գրված է, որ տարեք իմ տուն թողային լծվի ու տեսեք երկնքի պատուհանները չեն բացում։ Եվ եկեղեցին ասում է, բա ուր է որ Տերը ուրիշների համար բացել է, մեր համար չէ։ Իսկ եկեղեցի դու նայել ես քո եկեղեցական բյուջեում ինչքան մարդիկ 10-րդ չեն տալի։ Այդ անեսքը մենակ իրանց վրա չի գալ, նաև եկեղեցու վրա է գալ։ Դա իրականություն է, որովհետև նրանք եկեղեցու անդամ են, եկեղեցու մի մասն են, եւ Տերը չի խոսում միայն անհատի մասին, ասում է տարեք իմ տուն թող այն լծվի, պայմանը այդ է, տունս լծվի, եկեղեցի։ Եվ հետո ես կբացեմ կորտներ։ Մենք ասում ենք ինչի օրհնություն չկա։ Որովհետև նարեկը տալիս է, ես չեմ տալիս, այսպես ասեմ, որ մեկը չվիրավորվի։ Եվ նարեկն էլ է տուժում իմ պատճառով, ոչ այնքան ինչքան ես, բայց մեկը ինքն էլ է տուժում, որովհետև եկեղեցին չունի շատ բաներ, որ պետք է ունենար, չունի, որովհետև Արամը չի տանում Տիրոջ տունը լցելու համար։ Եվ անեցքը գալիս է ժողովուրդ ջան, գալիս է։ Եվ երբ որ ես մարդկանց խոսում եմ 10-րդի մասին, առաջի բանը նրանց մտքով որ ասում է դա նյութականն է, նյութական։ Եվ մեկ անգամ այնքան էր ասուց հեռացել, որ առանց ամաչել նայեց ապերից ու ասեց ես լավ է օրհնվում եմ, չեմ տալիս։ Որովհետև նա օրհնվել ասելով ի նկատի ունի, որ փողը լավ վիճակի է, էլի կա։ Ասացի շատ լավ։ Իմ կարծիքով փողը դա վերջում է։ Ամենակարևոր խաղաղությունը չկա, ուրախ խաղաղություն։ Դա ամեցքի հետևանք։ Ուրախությունը չկա։ Երբ տենում եմ, դու չես լացում ուրիշի ցավի համար, դու միշտ լացում ես քո համար։ Էս չկա, ինչ կա, այդ կանոն ես, չէ, էլի լացում ես, քո սիրտը հատարակում է, լացում ես, նախանց կա, չարություն կա, բարկություն կա, ուրա քո մեջ բարին։ Միտես սրանք ամեցքի հետևանքներ չեն։ Դուք աշխատես ուրիշը կվայելի։ Հա, փող կա, բայց ուրախություն չկա։ Հա, դու միշտ փողին ես նայում, բայց ամենակարևոր բաները չկա, որ չես նայում։ Սիրելիներ մի խապ եք ասում է դուք ինձ խապում եք, դուք գողանում եք, իմ տվածից 1/10 բերեք իմ տուն լծվի։ Կա եկեղեցիներ, որոնք դեմ են 10-րդին, բայց նրանք դեմ չեն դրամ ունենալու։ Եվ նրանք տարբեր ձևերով, մեկը մոմ է վաճառում, մեկը գիրք է վաճառում, մեկը մի ուրիշ բան է վաճառում, մեկն էլ մարդկանց է վաճառում, որ փողը լի։ Փողից չեն հրաժարվում, բայց ասում են 10-րդը սխալ է։ Լսեք, դա ասում դրած օրինակն է 10-րդը։ Աստված չի դրել մոմ վաճառել, մարդ վաճառել, ուրիշ բաներ փող ունենալու համար։ Դրանք անում են ամոթ, չի, բայց որ 10-րդ պիտի լինի ամոթ, հա։ Խաբում են ձեզ, որ իրենք իրենց խաչ չկրելը արդարացնեն։ Զգուշ եղեք, կարդացեք Աստվածաշունչ, մի լսեք մարդկանց։ Շատ լավ, ես մի տեղից էլ ընթերցեմ իմ ժամը մոտեցման վերջին։ Ես խոստացել եմ նաև Գագոյիս ասածը ասեմ, ես այստեղ եմ կասեմ։ Ուրեմն 102 Սաղմոսից եմ ուզում ընթերցել 13-ից 15-ը։ Սա Աստծո խոսքն է անհատի համար, ասա ես եմ։ Սա Աստծո խոսքն է եկեղեցու համար, ասա մենք ենք։ Եվ ասա սա Աստծո խոսքն է իմ երկրի համար։ Բայց դու Տեր հավիտյան կաս և քո հիշատակը ազգից մինչև ազգ, դու վեր կկենաս, Սիոնին կողորմես, այո այսօր այսպիսին է եկեղեցու վիճակը կամ Հայաստանի վիճակը կամ իմ անձի վիճակը, բայց դու վեր կգենաս, Տեր, դու տեսար իմ արցունքները, դու տեսար իմ ընկնելը, կոտրվելը, փոշիանալը, դու տեսար իմ հպարտությունից ետ կանգնելը, դու կողորմես, որովհետև ժամանակն է նրան ողորմելու։ Գիտեք, Աստված է որոշում ժամանակները։ Ես կարծում եմ Հայաստանի մոտենում Աստծո մեծագույն ողորմության ժամանակը։ Մեծագույն, մինչև այսօր էլ է ողորմած է, բայց գալիս է մեծագույն ողորմելու ժամանակը։ Որովհետև մենք հիմա շատ դժվար դրության մեջ ենք։
Ավելի դժվար քան 18 թվականի ընտրություններին։ Այսօր մենք կանգնած ենք մի խաչմերուկում, որի ձախը տանում է անդուն, աչը տանում է էլի դեպի ճահիճ, միայն ուղիղն է տանում դեպի դեր։ Եվ մենք պիտի ընտրենք, եւ սրա համար Տեր պիտի ուժ տաս, ողորմես, որ ճիշտ գնանք, որովհետեւ մեր աչքերը կարծում են աչքն է ճիշտ, ոմանք ես կարծում են ձախն է ճիշտ, բայց ոչ սա, ոչ նա այդ ուղիղ։ Ամեն։ Որովհետև որոշված ժամանակը հասավ։ Տեր ասում է հասավ։ Ես մարգարեանում եմ ում համար։ Ինձ համար։ Քեզ համար։ Իմ երկրի համար։ Տեր ասավ գնա մարգարեացի, ես էլ մարգարեում եմ, ես ով եմ որ չասեմ։ Որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերին եւ նրա փոշին խեղճ են գալիս։ Ապա հեթանոսները կվախենան Տիրոջ անունից եւ երկրի բոլոր թագավորները քո փառքից։ Տիրոջ փառքը պիտի տեսնեն քո պատճառով եւ վախենան քո այն հարևանները, որոնք հեթանոս են եւ չեն ուզում դառնան Աստծուն։ Քո այն բարեկամները, որ հեթանոս են, չեն ուզում դառնան Աստծուն։ Պիտի նային հարևան պետություններն ու թագավորները վախենան Հայաստանի փառքից, որովհետև նրա վրա Տիրոջ լույսն է ծագել, ինչպես այսօր Աշոտը խոսեց, որ ինչպես Տիրոջ խոսքն ասում, վեր գաց Հայաստան, այնտեղ ասում է ոչ Հայաստան, վեր գաց Հայաստան եւ լուսավորվի, որ քո լույսը եկել է, Տերը մեր մեջ է, մենք անտեր չենք, որբի չենք, մենք հայր ունենք։ Ես հիմա գամ մեր սիրելի Երանոսին, թե ինչ ասավ Գագոն ինձ։ Տեր ջան, ուշ տուր, որ կարողանամ իրոք բերել այն ինչը որ պետք է։ Ուրեմն այդպես չասեմ երազ, ավելի շատ մտքի հափշտակություն էր, առավոտ շուտա քնից արթնացել եմ, բայց կոպերից ծանրանում են, իջնում են, ու մի սենց երկյուղի վիճակ, ու մի պահ, ու տեսնում եմ Գագոյին իմ կողքը։ Գագոն մահացել է։ Այդ օրը մենք պետք է գնանք եկնահող, բայց Գագոն իմ կողքը։ Եվ Գագոնից հետ խոսում է։ Եվ ասում է, բաներ, որ իմ սիրտը քանդեցի։ Ասում է, իմ դատապաշտպանը, իմ դատը պաշտպանեց, ես արդար եմ հրճակված հիմա։ Եվ ես լաց էի դմետ ամբողջ առավոտը, ուրախությունից։ Եվ ես հիշեցի, թե մի քանի տարի առաջ ես իր հետ ինչ էի խոսացել, որովհետև դա պատահական չէր, որ ինքը ասում էր։ Ինքը այդ խոսքերն էր հիշի, ասում է, հիշում ես դու ինձ ինչ ասեցիր։ Հիմա գնա այդ նույնը իմ ազգին, իմ հարևաններին, իմ բարեկամներին, իմ երկրին, իմ ժողովրդին ասա։ Ես էլ եկել եմ ասում եմ։ Կան այդ տարեք ձեր ամուսիններն այն, եթե նրանք չեն սիրում հուղարկավորության տեղերում նստել Աստծո խոսք լսել, թռնում են պրոպկի պես։ Գնացեք նրանց ասացեք, սա հնարավորություն է, ով գիտի, ում համար, վերջին է գուցե, ես չգիտեմ։ Ես ինչ էի ասել Գագոյին մի քանի տարի առաջ, մենք զրուցել ենք ու ինքը դժվարություններ ասում հասկանալու, ասում էր չեմ հասկանում, ոնց եք խոսում կենդանիա, ոնց եք ասում սենց, ոնց իր մեջ դժվարություն կար ասում կենդանի ասում հավատալու։ Ասում էր դե հենա հավատում եմ, հերիք չի, ասում է Գագո ջան, քո հավատալը նման է ընդամենը Աստծո որպես եղած մեկին արձանագրել կամ որպես պատմական անցյալ ասել, այո, ասում է։ Ասում է, բայց դա չի, հավատքը ասում կենդանի ա տենում, իր կողքն ա տենում։ Ավելին, հավատքը իրան հանձնում է Աստծո ձեռքերի մեջ, ասում է, իսկ ո՞նց։ Ասում է, եթե դու չհանձնես Աստծուն, դու փրկություն չես գտնի, դու կարիք ունես, որ Աստված քեզ փրկի, դու քեզ չես կարա փրկես։ Ասում է, նա լավ բաներ կանեմ, փրկվում եմ, ասում է, էտա որ խափում եմ ես, լավ բաներով չեմ փրկվում, փրկվում են Աստծո շնորհքով, հետո գնում են լավ բաներ անել։ Եվ ես ստիված իրան օրինակ բերեցի, մի օրինակ, ասացի, տես, այդ օրինակ ես հորինեցի, բայց հավատում եմ, որ ամեն հորինվածքի հետևում, եթե բարի բանա Սուրբ Ոգին ա, դու չես կարա մարդ ստեղծագործես, եթե ճշմարիտ ստեղծագործողը քեզ շնորհ չտա։ Ես իրեն ասացի, տես, պատկերացրա, 3 հոգի նստած են դատարանում եւ շուտով նրանց դատը պիտի լսվի։ Եվ առաջինին մոտենում է մի մարդ, գեղեցիկ, սպիտակներ հագած ու ասում է, ես դատապաշտպան եմ, ճշմարիտ իրական։ Գուցես քո դատապաշտպան եմ։ Առաջին մարդը պատասխանում է, այ բար ճամփովդ քայլի, դու պետք է իմ դատապաշտպանես։ Դու գիտես ես ով եմ։ Ես այս ինչի տղեն եմ, միլիարդատեր ապապան,
Դու իմ դատը պաշտպանես, գնացել է դատավորի հետ հարցերը լուծել է, դու իմ դատը մի պաշտպան, հեռու մնա։ Մոտենում է երկրորդին ասում է, երիտասարդ կուզես քո դատը պաշտպանել, ասում է դու իմ դատը պաշտպանես, պաշտպանում են մեղավորին, դու ես ինչ եմ արել, որ ինձ էլ պաշտպանես, պետք չի գնա հեռու։ Մոտենում է երրորդին ասում է, եթե ես քո դատը պաշտպանեմ, դու կփրկվես, եթե չէ դու կորած ես։ Այս մարդը լաց արվում ու ասում է, ես ոչ մեկ չունեմ, ոչ հարազատներ, որ ունևոր են, ոչ հարստություն, ոչ մի, չգիտեմ, պարգև ու տաղան, մարդ եմ սովորական, բայց իմ վրա այնքան բաներ են շպրտեցել, որ հիմա ես չեմ են կարող ապացուցեմ, որ դրա կեսն եմ ես արել, մնացածը ես խաբար չէ։ Ասում եմ, բայց եթե ինձ պաշտպանես, ես շատ շնորհակալ կլեմ։ Ասում եմ, ուրեմն դու ինձ պիտի ընդունես, համաձայնություն տաս, ստորագրես, որ ընդունում ես ինձ քո դատապաշտպան լինելու։ Ես մարդը ստորագրում։ Դատը գնում է առաջինի, որի հայրը միլիարդ հատեր էր, եւ դատավորը ասում է, ես քեզ հրճակում եմ հանցագործ եւ դու գեհեն պիտի գնաս։ Այս մարդը ասում է, պապան քեզ չի տեսել, ասում է, քո պապան էլ այնտեղ քեզ ասպասում։ Ու մորջով խփում է սեղանին, այս մարդը գնաց դժոխք։ Երկրորդ դա վեր գնում, դատն է գնում, եւ դատավորը, որ նստած է, ասում է, լսիր, դու չընդունեցիր իմ որդուն որպես փրկություն եւ արդարություն, այլ քո սեփական արդարության պես ներկայացել ու ինձ մարտահրավեր նետել, թե դու սուրբ ես, դու կարիք չունես փրկության։ Քո այդ անհավատության, քո այդ մեծամտության, հպարտության, չարության, ըմբոստության համար հրճակում եմ դժոխք։ Այս մեկին էլ ուղարկում։ Երրորդն է գալիս Աստծու առաջ եւ հայտնում է դատապաշտպան ու ասում է. հայր նայր իմ ձեռքերին, նայր իմ կողին, ես այս մարդու համար եմ վերքեր ստացել, ինքն էլ ընդունել է, որ ինքը մեղավոր մեկն է, ու ինձ ստորագրել է, որ ես իր դատապաշտպան եմ, ես իրան պաշտպանում եմ քո առջև, սիրելի հայր, այս դատը թող արդարացնի նրան։ Հայր ասում է, ես քեզ հռչակում եմ արդարացած, գնա երկինք զավակս։ Ահա թե ինչ էի ասել ես տարիներ առաջ Գագոյին, ու Գագոն գուցե իր վերջի օրերում դա է հիշել, որ ինձ տեսիլք եկավ ու ասեց, գնա իմ բարեկամներին հետ ասա, որովհետև այս մարդիկ մեկը մտածում է հարուստ է, մեկը մտածում է մեղք չի գործել, թե բոլորս մեղավոր ենք ծնվել Ադամից, բոլորս Աստծու կարիք ունենք։ Եթե Քրիստոսը չի քո դատապաշտպանը, դու կորած ես։ Իսկ եթե Քրիստոսն է քո դատապաշտպանը, այդ ոնց է քո դատապաշտպանը, որ քահանայի ձեռը համբերում ես ճշմարիտ եկեղեցի չես գնում։ Ասում ես ես չեմ ընդունում այդ տեղերը։ Իսկ ինչ մեղքի տները ընդունում ես, ուշքի արի եւ հիշի, Աստված քեզ տվել է հնարավորություն։ Գուցե մեկին, երկու, երեք, մեկ ուրիշին սա վերջի հնարավորությունն է։ Օգտվիր քո հնարավորությունից, ինչպես Գագոն եւ որ հիվանդանոցում էր օգտվեց իր հնարավորությունից։ Այսօր նրա անունը կանչի, որ փրկվես։ Վեր կացեք ձեր ոտքերի վրա կանգնեք եւ խնդրենք, որ Տերը մեզ օգնի։